Օստանջան։ Ուրեմն այս նիստին նորից բերել են ինչ-որ օրինագիծ, որը ուղղակի խայտառակություն է, խաբում են ձեզ երևանցիներին և ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության բնակիչներին, որ ուզում են իբրև թե բարեփոխում անել, արտոնություններ տրամադրել, ովքեր գեներացնում են, արտադրում են աղբ այդ մարդկանց համար։ Ուրեմն տեսեք, ամբողջ գաղափարը աղբի հետ կապված, դա պետք է տրամաբանության մեջ լինի, որ աղբի արտադրություն առկա է Երևան քաղաքում։ Հսկայածավալ աղբ է արտադրվում, հետևաբար այդ աղբը պետք է մշակվի, պետք է այդտեղից սկսեին աղբահանության խնդիրը լուծել, այլ ոչ թե բարձրացնեին աղբահանության վարձը, այն էլ անտրամաբանական ձևաչափով հաշվարկելով քառակուսի մետրը սեփականատերերի կամ, չգիտեմ, տարածքի, որտեղ ապրում են այդ բնակիչները։ Անտրամաբանական, բացարձակ, այսինքն խոսում ենք անգրագիտության մասին։ Մարդիկ մնացել են, այո, նույն դասարանում, տգետ են, անգրագետ են, դպրոց չեն գնացել, համալսարաններ չեն հաճախել։ Ակնհայտ է սա։ Հիմա տեսեք, եթե մենք չենք լուծում աղբի հետ կապված մշակման հարցը, իսկ մենք դա չենք լուծել տարիներ շարունակ, երկու հսկայածավալ աղբավայր գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են, մեկը Նուբարաշենը, մյուսը Աչափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Եթե սա չի լուծվում եւ բերում են այսպիսի նախագծեր, որը անտրամաբանորեն թանկացնում են աղբի հետ կապված գումարը, աղբահանության հետ կապված գումարը, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն տգետ են, անգրագետ են, չգիտեմ, անբարոյական են, այլ նաև կոռուպցիաներներ են եւ կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրոլորներ են, որ 7 տարի է պտտվում են Հայաստանի Հանրապետությունով եւ Արցախով, հանձնեցին Արցախը, հիմա եկել են Երևան քաղաքն են ապահանում, ձեր Տիկին Փոստանջան, Տիկին Փոստանջան, Տիկին Վարդանյան, խնդրում եմ գտնվող գազաններին։ Մի հատ խնդրում եմ կոռեկտ խոսեք, մի հատ կոռեկտ խոսեք, Տիկին Փոստանջան, Ես իմ Փոստանջան, ունեմ հիմնավորում։ խնդրում եմ դուք կոռեկտ արտահայտվեք, Ես կոռեկտ եմ արտահայտվում։ մի հատ մի գոռացեք իմ վրա, մի հատ հանգստացեք։ Խնդրում եմ տեղից չարձագանքել, շարունակեք։ Դահլիճի կարգավորում։ Կոռեկտ խոսեք ու առանց վիրավորանքների, այլապես հակառակ պատասխանը կստանաք, ես նայ ձեր համար եմ ասում։ Շարունակեք ձեր, դե ուրեմն շարունակեք ձեր ելույթը առանց վիրավորանքների, շարունակեք։ Դուք եք տոնը իջացրեք։ Որ դուք լսեք տոնս իմ շատ ցածր է, միջև դուք չեք Ես լսում։ շատ լսում եմ։ Դե շարունակեք ձեր։ Հա, դե հիմա ժամանակը հետ կվերականգնեք։ Ուրեմն տեսեք, այս մարդիկ իրենց գաստրոլներով հանձնեցին Արցախը, հայաթափեցին Արցախը, հիմա այս գաստրոլորները ուղղակի մտել են, որովհետև անպատժելի են մնացել միջև հիմա։ Այդ որ գոռում էր, բղավում էր այս գաստրոլորներից մեկը իրենց որպես ворց հրճակած, որ ասում էր վնգստում են, չգիտեմ ինչ են անում, հիմա եկել են ստեղ են վնգստում, ասեցի ձենդ կտրի, ասեցի ձենդ Տիկին Փոստանջան, ուրեմն այս գաստրոլորները եկել են մտել են երևանցիների գրպանը տարբեր միջոցներով, գույքահարկի բարձրացում, հանրային տրանսպորտի գումարի բարձրացում, աղբահանության բարձրացում, այսինքն սրանք ուղղակի այդ կոռուպցիա, թալան եւ այլն իրականացնում են բացահայտ կերպով, բայց չեն մնում պատժված, այսինքն պատիժը նրանց չի հասնում, բայց հասնելու է,
Ուրեմն դուք եք ձեր թայֆեքի մեջ ունեք երկու տիկին։ Մեկը ղեկավարում է արդարադատության նախարարությունը, Սրբույ է անունը, հաջորդն էլ քրեակատարողական ծառայություն է ղեկավարում, անունը Ծովինար է։ Ուրեմն տիկիններ երկու, պատրաստ եք այդ բանտերը, խցերը պատրաստեք, որովհետև շուտով այստեղի այս մասան, որ բերել է այս թալանն է կազմակերպում, տեղափոխվելու են այդտեղ։ Դուք կասեք չէ, ասեմ ձեզ այո, որովհետև կյանքի փորձը ցույց է տալիս այս կոռումպացվածների, ովքեր որ ստանձնել են այս երիտասարդ դեմքերով այս ահավոր թալանը, եւ կաստրոլը, ցեղասպանության եւ հայրենասեր հատ անցնելու են այդ բանտախցերի տարածքները։ Տիկին Փոստանջան, ավարտեք։ Ավարտում եմ, զգուշացնում եմ, Ծովինար եւ Սրբուի կազմակերպի այդ բանտախցերը։ Շուտով Գյումրի տեղափոխվելու է Երևան։ Բայց ամեն դեպքում ես ուզում եմ խոստովանել, որ Տիկին Փոստանջան առանց ձեզ շատ տխուր էր, լավ է, որ գալիս եք, մասնակցում եք, Արամ Թորոսյան։ Համար ասում եք շուշուտ եկեք, մի քիչ ուրախանանք, որ հետո տխրելու ենք, էլի։ Ուղղակի աքսիոմ, Ժողովուրդ ջան, երբ որ